Տիրոջը եւ Տիրոջ ներկայության մեջ։ Տեր օգնի ձեզ, կարող եք նստել։ Գիտեք, ամեն մեկս մենք մի ժամանակ, երբ որ մենք Աստծուն չէինք ճանաչում։ Գիտեք, ճանաչելությունը կարելի է ասել հետեւյալը, ճանաչելության սկիզբ, որովհետեւ ինչքան մենք ճանաչում ենք Տիրոջը, մենք հասկանում ենք ինչքան մեծ Աստված եւ ինչքան մենք դեռ կարիք ունենք Տիրոջը բացահայտելու, Տիրոջը ճանաչելու։ Եվ մի շատ կարևոր բան նույնպես մենք հասկանում ենք, որ այդ ամենի մեջ Աստված նույնպես շահագրգռված է, որպեսզի ինքը քեզ ավելի շատ հայտնվի, որ դու իրան ավելի շատ ճանաչես։ Աստված չի ծածկում իր երեսը մեզանից, ընդհակառակ Աստված ուզում է ավելի խորքային հարաբերություններ կառուցի մեզ հետ, որտեղ նա սիրում է մեզ։ Նա սիրում է ու իրան հայտնում է մեզ։ Խոսքը ասում է, որ փնտրի կգտնի։ Դա նշանակում է մենք եթե փնտրենք, մեր սիրտը եթե փնտրի, անպայման Աստծուն կգտնենք, որտեղ Աստված էլ է մեզ փնտրում, որտեղ Աստծո խոսքը մեզ ասում է, որ մարդի որդին եկել է, որպեսի կորածը գտնի եւ ապրեցնի։ Մենք կորած էինք եւ նա մեզ գտավ եւ ապրեցրեց։ Եվ այն հավատքը, որ մենք հավատացինք, հավատալով նրան, մենք ապրեցինք։ Նա է կյանքը եւ ով որ հավատում է նրան, նա ունենում է կյանք իր մեջ։ Ամեն։ Գիտեք, մենք մի ժամանակ ու ընդհանրապես բոլոր ազգերը ապրում էին Աստծուց հեռացած եւ ապրում էին հեթանոսական կյանքի իրավիճակի մեջ, բազմաստվածության մեջ, կռապաշտության մեջ եւ ապրելով այդ բազմաստվածության ու կռապաշտության մեջ Աստված բոլոր ազգերի համար ծրագիր ուներ։ Նա ընտրեց Աբրահամին, Աբրահամով էլ պետքա ազգերը օրհնվեին։ Աստված ընտրեց Աբրահամին ու Աբրահամին խոստում տվեց, ասեց Աբրահամ, քեզանով եմ օրհնելու բոլոր ազգերը, հա? Եվ ինչ ենք տեսնում, Աստված ուխտ կապեց Աբրահամի հետ, որովհետև Աբրահամը հավատաց եւ կոչվեց հավատքի հայր։ Աստված Իսահակի միջոցով նույնպես Իսահակին ու հետ ուխտ կապեց Աբրահամի որդին, խոստմունքի որդին, որտեղ Աբրահամը ունեցավ նույնպես Իսմայիլ, բայց խոստումը Իսահակով էր։ Իսահակի այնուհետև Հակոբի, եւ Աստված ասում է, ես եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված, այսինքն ուխտի Աստված, որ ես ասում եմ, ձեզանով, քեզանով Աբրահամ կորտվի ամբողջ երկիրը։ Ու ինչ ենք տեսնում, որ Աստված Հակոբը կոչվեց Իսրայել։ Հակոբը իր 12 որդիների, հա, որոնք որ իշխաններ դարձան, հա, ցեղի առաջնորդներն էին, եւ Իսրայել ունի 12 ցեղ, այսինքն Հակոբի 12 որդիները։ Եվ տեսնում ենք, որ Հուդայի ցեղից խոստում որ ասում է Հուդայի ցեղից կծնվի առյուծը, Հուդայի ցեղի առյուծը։ Հուդայի ցեղից ծնվեց Հիսուսը, որ վեր արավ աշխարհի մեղքը։ Եվ ամբողջ ազգերը հավատալով Հիսուսին ունենում են փրկություն։ Աստծո ծրագիրն էր, որպեսի ամեն մի ազգ, ամեն մի ազգից, ամեն մի լեզվից, ամեն մեկը յուրաքանչյուրը որ Աստծուն դառնա։ Որովհետև Աստված ստեղծել էր ամեն երկինք, երկիր, ստեղծել էր ամեն լիություն, ամեն բան ստեղծել էր այնուհետև մարդուն էր ստեղծել, որպեսի իր հետ ունենա հարաբերություն, որպեսի մարդը ունենա խորը հարաբերություն իր արարչի հետ։ Այնուհետև մենք տեսնում ենք անհնազանդության հետևանքով եկավ մահը եւ մարդը բաժանվեց Աստծուց, հեռացավ Աստծուց։ Ինչ էր մեղքը? Մեղքը դա անհնազանդությունն է։ Մեղքը անհնազանդություն Աստծո խոսքի նկատմամբ։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուրը անհնազանդության մեղքի տակ է։ Երբ որ գալիս է հնազանդվում է Հիսուսին, հնազանդվելով հնազանդությունը վերում է կյանք։ Ամեն։ Այնպես որ Աստծո կամքն է, որ ամեն մեկը փրկվեն։ Եվ հայտնության մեջ մենք տեսնում ենք, որ նույնպես ասում է, որ երկնքում կլինեն ամեն լեզվից, ամեն ազգից, ամեն ցեղից, ամեն լեզվից, ամեն ազգից։ Ու ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ հեռանալով Աստծուց կառուցում են իրենց համար աստվածներ ճակերտների մեջ, այսինքն չաստվածներ։ Կառուցում են ու սկսում են երկրպագել, կուրքեր։ Ու երբ որ Աստված հայտնվում է ու սկսում է իր օրենքը տալ, առաջինը հենց ասում է. ես եմ քո Տեր Աստվածը։ Ինձանից բացի աստվածներ չունենաս։ Ոչ երկնքում, ոչ երկրի վրա,
ոչ ջրերի տակ, ոչ մի պատկերի նման, ես եմ քո Տեր Աստվածը, ինձ երկրպագի միայն։ Ու երբ որ մենք տեսնում ենք Հիսուսը անապատում էր եւ սատանան մոտեցել էր ու փորձում էր, հիշում եք այն փորձության այն ժամանակ, որ ասում է ինձ երկրպագի եւ ամբողջ հարստությունը կտամ, եւ նա պատասխանում է, որ գրված է միայն քո Տեր Աստծուն երկրպագիր։ Այսինքն Աստված կամենում է, որ մենք ամեն մեկս միայն ու միայն երկրպագենք մեր Արարչին, նրան։ Իսկ երկրպագության ամենակարևոր հիմքը, որի վրա կառուցվում է երկրպագությունը, դա սիրելն է։ Երբ որ դու սիրում ես ու երկրպագում ես։ Տարբեր երկրպագության ժամանակաշրջաններ մենք տեսնում ենք, միգուցե մարդիկ երկրպագել են կուրքերի առանց սիրելու կամ չգիտեմ, սիրելով Աստված գիտի, հա, սրտերը, բայց կարող է վախից մեկը երկրպագի։ Հիշում եք կուրք կանգնեցրեցին, ով որ չի երկրպագի արձանին կսպանեն։ Միգուցե վախից են երկրպագում եւ այլ, բայց երկրպագություն ինքը հստակ իր մեջ ներառում է ծիսական մաս։ Ամեն մի երկրպագություն ունի ծիսական մաս։ Օրինակ մենք հավաքվել ենք այստեղ եւ երկրպագում ենք Տիրոջը, համաձայն եք թե չէ, որ սա երկրպագության մի մաս է։ Մենք գալիս ենք փառաբանում ենք, երգում ենք, մեր սրտից երկրպագում ենք եւ չեմ մեծարում ենք մեր Տիրոջը եւ դա երկրպագություն է։ Անկամ զոհաբերությունը, որ մենք տալիս ենք, դա երկրպագության մի մաս է։ Եվ անգամ մենք նստած հիմա մենք լսում ենք մեր սիրտը հնազանդ ու հոժար ընդունելու, որովհետեւ մենք երկրպագու ենք Տիրոջը։ Այսինքն ծիսական մաս գոյություն ունի, ամեն մի երկրպագություն ունի ծիսական մաս։ Եվ մենք գիտենք, որ բոլոր ազգերը հեռանցած լինելով Աստծուց, նրանք իրանց կուրքերին հետևելով իրանց երկրպագություններն էին, չէ, կառուցում եւ իրանց ծեսերը։ Եվ Աստված երբ որ հայտնվեց ու փոխեց ազգերը։ Գիտեք, մենք տեսնում ենք, որ օրինակի համար մենք տեսնում ենք գաղատացիներին Պողոս առաքյալը նամակ է գրում գաղատացիների թղթի մեջ եւ 4-րդ գլուխ 8-րդ խոսքից ասում է. Բայց այն ժամանակ, որ Աստծուն չգիտեիք, մենք ուրեմն եղել է մի ժամանակ, որ մենք էլ չենք իմացել։ Ճիշտ է, այնպես չի, վայ, տենց հիմա մենք քրիստոնյա ենք կոչվում, հիմա մեր ազգը Աստծուն ճանաչելու մեջ հասել ենք տեղ։ Բայց նայեք, այստեղ խոսքը բերում է նրան, որ մենք մի ժամանակ ազգովի եղել ենք հեթանոս, ազգովի եղել ենք սխալ աստվածապաշտության մեջ, ազգովի եղել ենք կուրքերին երկրպագության մեջ, ասում է Աստծուն չգիտեիք, ծառայում եք նրանց, որի բնե աստվածներ չեն։ Ուրեմն աստվածապաշտության մեջ կա ծառայություն, եթե մեկը Աստծուն հավատում է, երկրպագում է, նրա մեջ եթե որ ասում է ես երկրպագում եմ Տիրոջը, անպայման ունի ծառայության մաս։ Երկրպագություն առանց ծառայության չի լինում։ Եթե մեկը երկրպագում է, նա նրա հետ մաս ունի, նրա հետ բաժին ունի։ Հիշում եք անցած ծառայության մեջ ես ծառայության ժամանակ խոսում էի, ինչ կապ ունի լույսը խավարի հետ, Աստծո զավակը կուրքերի հետ, չէ, Քրիստոսը բելյարի հետ։ Ինչ կապ ունի, չունի կապ։ Բայց այնիշ մենք տեսնում ենք, որ մարդը գալով Աստծուն, վերջի դեռ են իր այն 5 կապերը կա, չի ասում 5 կապեր ունեմ։ 5 կապերը չի կտրում։ Եվ մենք ամեն մեկս պետք է գիտակցենք, որ մենք ազգովի արմատային 5 կապեր ունենք կապած։ Բայց հենց հերթը հասնում է 5 կապերին, ասում են պապական ավանդույթ։ Հենց հերթը հասնում է, որ մենք պետք է այո ասենք Քրիստոսին, ոչ այն սխալ աստվածապաշտությանը, ասում են պապերն ասել են։ Պապերը սխալ երկրպագության մեջ են եղել։ Պապերը եղել են մի երկրպագության մեջ, որ տանում էր դժոխք։ Քրիստոսն եկավ այս աշխարհ, որ մեզ ազատի դժոխքի ճանապարհից։ Սխալ աստվածապաշտությունը տանում է դժոխք։ Ու մենք տեսնում ենք, որ արմատային մեր կյանքում փոփոխություն է գալիս, հավատքն է բերում փոփոխություն, արմատային փոփոխություն։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ մենք արմատներով պետք է մնանք հեթանոս, բայց դե անունով քրիստոնյա, այսինքն մենք անունով քրիստոնյա չենք կարող տենց լինել։ Քրիստոնյան անունով չի։ Քրիստոնյան արմատային քրիստոնյա է։ Ինչքան ուզում ես ջերմուկի վրա գրի կոկա-կոլա։ Մեջը չի փոխվելու։ Այդպես է թե չէ։
Այնպես որ եթե մեր վրա միայն գրված է քրիստոնյա, բայց էության ու արմատային փոփոխություն չի, այդ գրածը երբեք օգուտ ու փրկություն չի բերում։ Որովհետև մենք տեսնում ենք ինչ է խոսում նույնպես Աստծո խոսքը, Հակոբոս առաքյալը ասում է. հավատք առանց գործերի մեռած է։ Մեռած հավատքը չի կարող փրկել մարդուն։ Գիտեք, մեռած հավատք եւ կենդանի հավատք, օրինակ վերեմ մեռած մարդ եւ կենդանի մարդ։ Երկուսն էլ արտաքին տեսք ունեն։ Երկուսն էլ ձեռքեր ունեն, ոտքեր ունեն, գլուխ ունեն, աչքեր ունեն, չէ՞։ Ձևը կա։ Երկուսի մոտ էլ կա։ Ձևը կա, բայց մեկի մեջ կյանք կա, ապրելակերպ կա։ Գործողություն կա, իսկ մյուսի մեջ չկա։ Նույնպես մեռած հավատքը կարող է ձև ունենա, ծեսեր ունենա։ Չէ՞, ծիսական մաս լինի։ Մեռած հավատքի մեջ չկա ապրելակերպ։ Ուրեմն մեռած քրիստոնեության մեջ չկա ապրելակերպ։ Կենդանի քրիստոնեության մեջ է ապրելակերպը, եւ մեռած հավատքը չի փրկում մարդուն, այլ կենդանի հավատքն է փրկում մարդուն։ Կենդանի հավատ դա նշանակում ապրել, ծառայել, երկրպագել։ Ամեն։ Փառավորել նրան, ում որ երկրպագում են։ Դա է կենդանի հավատքը։ Հավատքը առանց գործերի մեռածը։ Եթե մեր հավատքը չունի գործ, իսկ այդ գործը Աստծո խոսքն ու կամքը կատարելն է։ Ամեն։ Դա չի կարող մեզ փրկի։ Եվ նայեք շարունակության մեջ ծառայում եք նրանց, որի բնե աստվածներ չեն, բայց 9-րդ խոսքից։ Հիմա որ ճանաչեցիք Աստծուն, բայց դա նշանակում է մեր կյանքում եղավ արմատային փոփոխություն։ Մեր կյանքում եղավ արմատային ոնց շրջադարձ, որովհետև մի ժամանակ մենք քայլում ենք սխալ ճանապարհով եւ մեր կյանքը գնում էր դեպի կորուստ, սխալ աստվածներին հետևելով, եւ բայց միտեղ մենք կանգ առանք եւ մենք շրջվել ենք եւ արմատային է մեր փոփոխությունը։ Չկա հետադարձ ճանապարհ, արդեն ես գալիս եմ Տիրոջը, հետին կամուրջներն այրված է։ Ամեն։ Չկա հետևում իմ հետևի կյանքը արդեն։ Որովհետև ես ասել եմ ոչ իմ հետին կյանքին։ Եվ ես ոչ թե ասում եմ ջնջենք մեր պատմությունը, ոչ, ես երբեք չեմ ասում մեր պատմությունը ջնջենք։ Ես ասում եմ մեր պատմությունը իմանանք, հասկանանք, բայց դրա վերջը կորուստ էր, բայց իմ որոշումն է, իմանալով իմ պատմությունը, ապրեմ իմ ներկա եւ կառուցեմ իմ ապագան։ Ներկայի մեջ դա որոշում կայացնելու ժամանակն է։ Որոշում կայացնելու, որ ինչպես եմ ես իմ ապագայի մեջ լինելու։ Որտեվ այսօրվա քո որոշումները դա որոշում է քո ապագան։ Այսօր դու ինչ ես որոշում, դա կլինի վաղվա քո ապագան, որովհետև դու այսօր այն ես, ինչ որ երեք ես որոշել։ Լինելու ես վաղ այնպեսին, ինչ որ այսօր ես որոշում։ Դրա համար մեր կյանքի մեջ ներկա ժամանակ, որտեվ հավատքը հենց հիմա է։ Հավատքը վաղը չի, հավատքը երեք չէր, հավատքը հենց հիմա է։ Հավատքը ներկայում հավատում է եւ հավատքը առանց գործերի մեռած է։ Եվ եթե մենք ասում ենք այո ու հավատում ենք, մենք ներկայում ինչ որ որոշումներ ունենք կայացնելու եւ կայացրած, որտեվ այո ենք ասում։ Այո ենք ասում են արմատային սկզբունքներին, որ քրիստոնեությունն է մեզ ասում։ Ոչ այն հին սկզբունքներին, որը որ մի ժամանակ մենք ապրում ենք։ Որտեվ այդ հին սկզբունքները մեզ տանում էր սխալ տեղ, որն էր դժոխք կա։ Բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցիք, նայեք ասում, ինչպես է կրկին ետ դառնում դեպի այն տկար աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Ինչպես ենք մենք նորից ետ դառնում։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք վերադառնանք մեր արմատներին, ի նկատի ունենք արմատներ, որը որ խոսքն է։ Ոչ թե արմատներ, որոնք որ Աստծուց հեռացնում էին կռապաշտության ժամանակաշրջանի մեջ, որ մենք մի ժամանակ հեթանոս ենք։ Ազգային արմատներ չէ։ Եթե մենք խորը խորանանք ազգային արմատների մեջ, գալիս ենք Հայք ենք հասնում։ Իսկ Հայկը գիտեք ում դեմ դուրս եկավ։ Բելի, իսկ գիտեք Բելը ով էր։ Նու հետի ես խոսում եմ պատմիչներ, թե ինչքան է ճիշտ ըստ պատմիչների, Եղիշե կամ Մովսես Խորենացի։ Եվ այլ Բելը Բելիարն էր։
որը իրան հրճակել էր որպես Աստված։ Եվ Հայկը ասում էր ես քեզ չեմ երկրպագելու։ Եկանք երկրպագության։ Որովհետև ասում էր, ես էսի առասպելի նման եմ ասում, ոչ թե ասում եմ հաստատ այդպես էր, բայց պատմական այդպես գրված է։ Ես չգիտեմ ինչքան է ճիշտ, չգիտենք այդ ճշմարտությունը։ Բայց ասում էր, գիտեք ինչ, որ խոսմունքի Նոյը ասում էր Սեմին, որ պիտի Սեմից ծնվի խոսմունքի որդին։ Հիսուսը Սեմից ցեղից չէր։ Իսկ դու ասում ես Սեմի ցեղից չես։ Դու ինչպես ես քեզ Աստված համարում։ Եվ ես չեմ երկրպագում քեզ։ Ու Հայկը երկրպագության համար առանձնանում ու չի երկրպագում Բելին, որտեվ ասում է Սեմի սերունդից պետքա ծնվի։ Խոսմունքի որդին։ Աստված, մենք տեսնում ենք Սեմի սերունդից Հիսուսն է ծնվում։ Եկանք հասանք արմատներ, էլի տեսնում ենք երկրպագություն։ Երկրպագության համար։ Բայց մենք ունենք մի ճշմարիտ արմատ, որը որ բխում է երկնքից։ Դա Աստծո խոսքն է։ Նա Հիսուսն է, որ խոսքը մարմին դառավ ու բնակվեց մեր մեջ։ Հիսուսն է, որ եկավ ու մեզ փրկեց։ Եվ այստեղ ասում է ինչպես ենք ետ դառնում։ Այդ տկար ասում է այդ սկզբունքներին եւ կամենում նորից ծառայել։ Օրեր եք զանազանում, ամիսներ, ժամանակներ, տարիներ եւ այլն։ Դա գաղատացիների հետ էր կապված։ Եթե մենք վերցնենք մեր ազգի հետ կապված, եկեք նայենք, այստեղ օրեր հաշվել, տարիներ հաշվել, այդ աստղագուշակության բաներն է։ Երազահաններ, ինչի տարի ես ծնվել։ Եկեք նայենք մեր ազգի մեջ չկա, քրիստոնյա ենք, բա ոնց չէ։ Ու այդ ամենը մենք տեսնում ենք, որ արմատը սխալ աստվածապաշտությունն է, երկրպագությունն է։ Ես ասեմ, որ մեր ազգի մեջ եղել են, ինչպես բոլոր ազգերի մեջ հեթանոսությունը շատ տարածված է եղել, եւ ոչ միայն հեթանոսությունը, տարբեր հավատալիքներ է եղել, բայց հիմնականում ավելի շատ հեթանոսությունը, որ տեսնում ենք, օրինակ հին հունական դիցաբանության, չէ, հույների եւ այլելի, նույն սկզբունքներն են եղել, նույն աստվածներն են եղել տարբեր անուններով։ Հայկական աստվածության մեջ ուրիշ անուններ, Արամաստ, Պահագն, Անահիտ, Աստղիկ։ Օրինակ հին հունականի մեջ ընդեղ Բաղաքը, Մողոքը, Բաղամը, Մողոքը, Աստարոֆտը, Իշտուրասը, Վեներան, Աֆրոդիտը, մյուս եւ այլն։ Այդ աստվածները, չաստվածները ավելի ճիշտ։ Ու մենք տեսնում ենք, որ ամեն մեկը իր ծիսական ու իր աստվածապաշտության մասն է ունեցել։ Բայց անդրադառնալով մեր հայկական չաստվածներին, օրինակ նայենք Արամազդ ուներ աղջիկ, որի անունն էր Անահիտ։ Անահիտ ունեցավ որդի, որի անունն էր Վահագն։ Ընդ եղեգան փողծուղ, կրակի աստված։ Աստղիկը ջրի աստվածուհին, որը որ այսօր Վարդավառի ծեսի ամբողջ հիմքը այդ աստղիկ կուրքի նման է ու այդ դրանից է բխում եւ դա քրիստոնեության հետ կապ չունի։ Վահագն տրնդեզի, որ այդ անունի հետ Տերն ընդառաջի հետ ընդհանրապես կապ չունի, այլ ընդհանրապես Վահագնի աստվածապաշտության ծեսի հետ կապ ունի։ Մենք տեսնում ենք ուտեն շատ աղի բլիթներ։ Նայեք աղի բլիթների հետ կապված իրականում բլիթները դա նորվա բան չի բլիթները։ Դա ծիսական, հին կռապաշտական երկրպագության հետ կապ ունեցող երևույթ է։ Երեմիա 44-ի մեջ, Երեմիա 44-ի 17-ից։ Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խոսքն ենք, նայեք, անպատճառ մեր բերանից դուրս եկած խոսքն ենք անելու, երկնքի թագուհին խունկ ծխելով եւ նրան թափելու նվերներ մատուցանելով, ինչպես որ արել ենք
Մենք մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները Հուդայի քաղաքներում եւ Երուսաղեմի փողոցներում եւ հացով կուշտ էինք, նայեք ժողովուրդը ինչ ասում։ Ընկելա Իսրայել ժողովուրդը որ կանչված է միակ Աստծուն երկրպագի, ասում է մենք արել ենք այտենց բաներ։ Եվ այն ժամանակ ասում է կուշտ ենք եղել։ Հիմա եկանք Աստծուն, այդ Աստված սկսեց մեր հացը կտրել։ Էլ կուշտ չենք։ Եկանք երկրպագեցինք, հիշում եք Հիսուսն ասեց մենակ հացով չի ապրի մարդ։ Իսկ այդ մարդիկ սկսեցին տրտնջալ, որ այն ժամանակ ասում մենք ասում այդ երկնքի թագուհուն երկրպագում ենք հացով կուշտ էինք։ Մատակարարում կար։ Ոստեղ ինչ է ասում։ Եվ մեր թագավորն ու իշխանները Հուդայի քաղաքներում Երուսաղեմի փողոցներով հացով կուշտ ենք եւ հաջողակ էինք, չարիք չտեսանք, բայց այն ժամանակից որ դարձրեցինք երկնքի թագուհին խունկ ծխելու, ասում էլ չարեցինք, հա, նրանց թափելու նվերներ մատուցանելու, ամեն բանի կարոտ եղանք եւ սրով ու սովով սպառնացինք։ Ինչքան նման է ով է լսել այդ հեթանոսական քարոզիչներին հետ։ Մարդիկ ովքեր որ ասում են, այ մարդ Բայց հեթանոսական ժամանակները մեր ազգը ասենց վիճակի մեջ էր, դառան քրիստոնյա թե չէ սաղստե սկսեցին հարցակվել, կոտորել։ Գիտեք ինչի, որովհետև դարձանք թշնամի սատանային։ Ու ասում են նայեք, իսկ երբ որ թագուհուն խունկ էինք ծխում, նրանց թափելու նվերներ մատուցանում, մեր մարդկանց ենք նրա համար նայեք բլիթներ շինում նրանց պաշարելով եւ նրանց թափելու նվերներ մատուցանում։ Ուրեմն այդ երկնքի թագուհուն նրա ծիսական մասի մեջ բլիթներ թխել կար։ Բլիթներ էին թխում եւ դա այդ ծեսի մի մասն էր։ Հիմա այդ բլիթները եկել աղի տեսքով ու տեղավորվել է քրիստոնեական այդ որն է Վալենտին Հեմի հայկական Սուրբ Սարգիս ուրիշ թե Վալենտին բայց արմատային ով որ քրիստոնեության հետ կապ չունի ու ինչպես ենք մենք այդ արմատներից չկտրվում ինչպես կարող ենք մենք մտածել լինելով քրիստոնյա այդ արմատներն ունենալ մեր մեջ Ինչպես պիտի մենք չկտրենք այն արմատները, որը որ մեր աստվածապաշտության դեմ է։ Դառնալ Քրիստոսին դա նշանակում է երկրպագել միայն քո Տեր Աստծուն։ Խոսքը ասում է երկրորդ օրինացի մեջ չգտնվի մեկը իր տղային աղջկան կրակի վրով անցկացնող։ Չլինի մեկը, որտեղ Աստված ասում է, ես եմ քո միակ Աստվածը, նախանձոտ Աստվածը, որ ես ատում եմ գարշությունները, մեղքը, կուռքերը։ Հա? Եվ մենք պետք է կռապաշտության ծիսական մաս չունենանք մեր կյանքի մեջ, Աստված մեզ ազատել է։ Գիտեք կա միստիկ մաս, օրինակ մեր ազգը միստիկ լինող խելքը գնում է միստիկայի համար։ Միստիկան գիտեք որն է։ Օրինակ միտե ծուխա խունկ են ծխում, միստիկ վիճակ է։ Մի քիչ մութ մի քիչ ծուխ դրա հետ մեկտեղ էլ հոգեկանչություն, չէ՞։ Մատը դնեն ու սկսեն։ Մեդիումն է։ Այստեղ եմ կանչում, ես չգիտեմ ում հոգուն։ Ով արե։ Մասնակցել է։ Համաձայն ենք, ես այլ եմ արել։ Վայ, ես ինչ ճիշտ ասեցում, այն որ տառերը ամանը ֆռմը։ Մենք միստիկ ենք։ Մեր ազգը խելքը գնում է տես բանի համար։ Գիտեք ինչի, որովհետև մենք սիրում ենք իմանալ վաղը ինչա լինելու։ Ու ասեմ մարդկությունն է ուզում իմանալ վաղը ինչա լինելու։ Կոֆեի բաժակն էլ գուշակություն։ Ապագա գուշակել, մյուս։ Գիտեք որ այդ ամենը դուռը բացում կոնկրետ դևերի համար։ Եվ ոչ թե ինչ որ եսի ինչ բարի հոգի է գալի, կոնկրետ դևը գալիս է։ Իրականում դևը գալիս է։ Թանապես մեր մոտ Թադևոսն ու Բարթողոմեոսը Հիսուսի 12 առաքյալներից երկուսը եկան Հայաստան։ Եկան Հայաստան եւ քարոզում էին ավետարանը եւ նրանց մահապատժի ենթարկեցին, սպանեցին եւ գիտեք ինչ արեցին։
տիկ արեցին։ Գիտեք ինչա նշանակում տիկ անել։ Մաշկել։ Գիտեք անողներն ովքեր էին, քրմերը։ Ու մեր մոտ ասում են, որ դե հայկական հեթանոսության մեջ մարդկային զոհեր չի եղել։ Հայկական հեթանոսության մեջ եթե մարդկային զոհ չի եղել, Թադևոսին ու Բարթողոմեոսին ով տիկ արեց։ Սպանդարամետի քրմերը։ Սպանդարամետ դա նշանակում է այն ժամանակվա այդ հեթանոսության մեջ չար ոգիներին ծառայող, հա, ներքին աշխարհի չար ոգիներին ծառայող քրմերը։ Եվ այն սպանդարամետին ծառայող քրմերը անում էին մարդկային զոհեր։ Ամրոն, Վանատուր, հայկական, Վանատուր, լսել եք Վանատուր։ Անահիտը մեր ազգի մեջ մի քիչ ավելի շատ բարձրացած վիճակ է։ Մայրապաշտություն։ Աստվածացնել մորը։ Շիրազը։ Մեր տան Աստվածն ես, մեր սա ես, նես։ Այդ ազդեցությունը Անահիտից։ Մայր Աստվածություն, որովհետև նա կրեց Աստծուն իր մեջ, ծնեց Վահագնին։ Այսօր քրիստոնեության մեջ գիտեք ինչպես է տեղավորվել։ Մարիամ Աստվածածին։ Ու սկսում ենք երկրպագել Աստվածածնին, ոչ թե Արարչին։ Անի քաղաքը, որ 1001 եկեղեցիների քաղաք է համարվում։ Գիտեք, որ Անահիտն էր այնտեղ իշխող։ Ու մենք տեսնում ենք մեր ազգի մեջ շատ երևույթներ։ Գիտեք հետարքիրը որն է, որ ես չեմ ասում չհարգել, չպատվել Աստվածաշնչյան հերոսներին, այն հերոսներին, ովքեր օրինակ են, որից մեկը Մարիամն է, այո, որ ծնեց Աստծուն, որ ծնեց Հիսուսին։ Բայց երբ որ հրեշտակը երևաց, ասես դու օրկյան ես կանանց մեջ։ Եվ այնտեղ մենք տեսնում ենք հետո մտնում է փիլիսոփայություն, վերափոխման, աստվածայինության, Մարիամին վերափոխում եղավ ու աստվածային երևույթ, հա, ինչ որ բան դարձավ։ Ու կարելի աղոթել Մարիամին։ Չկա ուրիշ մեկը, որին պիտի աղոթել։ Հիսուսին ենք մենք աղոթում։ Կա մի բարեխոս, որն է Հիսուս Քրիստոսը։ Ես չեմ ասում, որ մենք չենք հարգում, նորից եմ ասում, Աստվածաշնչյան հերոսներին, հարգում ենք, օրինակ են մեզ համար, բայց չենք երկրպագում ենք միայն Աստծուն, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Որովհետև ում որ երկրպագում ենք, նրան էլ աղոթում են, մենք աղոթում ենք Աստծուն, և չերես մարդ չկա, չերեզում, ուղիղ Աստծուն, ինչ որ հորից խնդրեք իմ անունով, հավատացեք, որ կտամ, դա ասեց Հիսուս, ուրեմն ում անունով, և չկա չերես սուրբեր, ուղիղ Հիսուսի անունով, ու դու աղոթի ուղիղ Հիսուսին, աղոթի ուղիղ հորը Հիսուսի անունով, ու մենք տեսնում ենք իրականում մեր ազգի մեջ շատ երևույթներ, որը խառնված է հեթանոսությունից։ Քրիստոնեական երանք ստացած է, բայց քրիստոնեության հետ կապ չունեցողը։ Դրանք նոր բաներ չեն, դրանք հին բաներ են։ Նոր բան չկա։ Դրանք հին բաներ են, երևույթներ են, որոնք որ ներմուծվել է քրիստոնեության մեջ։ Ոչ թե եղել է քրիստոնեություն, այլ ներմուծվել է քրիստոնեության մեջ։ Ու ես ուզում եմ ասել, որ բոլոր ամեն մի բան ինչ որ կապված է երկրպագության հետ, դա անպայման կամ դուռ է բացում դևերի համար, կամ դուռ է բացում Սուրբ Հոգու գործի համար։ Որտեվ երկրպագությունը ակտիվացնում է զորություն, կամ դիվական, կամ էլ Տիրոջ։ Դրա համար մենք պետք է գիտակցենք, որ մենք ազատվել ենք, ազատել ենք, Աստված մեզ ազատել է։ Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ։
ճշմարտությունը Հիսուսն է, ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Եվ մենք ճանաչելով ճշմարտությունն ենք լինում ազատ։ Ամեն։ Նան են մեր ժամանակվա պատերազմի Աստվածը։ Հեթանոսության այն ժամանակվա։ Պատերազմի Աստվածը այսօրվա եթե մենք նայենք կան Վարդան Մամիկոնյան պաշտներ, զինվորական նժդեհա պաշտներ, նժդեհին աստվածացնած, նժդեհի մտքերը աստվածաշնչից վեր դասողներ, դա երկրպագության առարկա է դառնում։ Այո, մենք կարող ենք այն երկրաքաղաքից վիճակի մեջ ենք, որ այո, մեր երկիրը եւ պատերազմներ ա տեսել եւ մեր օրերի մեջ մենք բոլորս ենք այդ տեսե, մեր մաշկի վրա զգացե, բայց մենք ունենք կենթանի Աստված, որին պետք է երկրպագենք։ Եվ այդ պատերազմի ժամանակներում միշտ ազգի մեջ լինում են հերոսներ, անձնատուր մարդիկ։ Այո, լինում են։ Ու մեր միջից են բարձրացել տենց մարդիկ, որոնք մասնակցել են, պատերազմել են, նահատակվել են, այո, մեր եղբայրներից նահատակվել են, մահացել են, պատերազմի ժամանակ, անհետ կորել են, հերոսացել են, մենք էլ ունենք, այո, որտեվ ազգն է ունեցել այդպիսին, ամեն իրավիճակների մեջ, պատերազմների ժամանակ, ազգի մեջ, այո, բարձրանում են հերոսները, բայց հերոսները երբ որ բարձրանում են պետք չի երկրպագել։ Այո, պետքա հարգել, պետքա պատվել, պատիվ տալ, բայց ոչ երկրպագել։ Երբ որ mēs տեսնում եմ ամեն առիթների փառք մեր հերոսներին։ Լսել եք այդ արտահայտությունը։ Փառք ոչ թե հերոսներին փառք Աստծուն, որտեվ պատիվ մեր հերոսներին, այո, պատիվ տանք իրենց, հարգանք մեր հերոսներին, բայց փառք մեր Աստծուն։ Ու մենք տեսնում ենք հենց այդ երկրպագության, պատերազմի Աստծուն երկրպագության մեջ, այդ երևույթները մեր ազգի մեջ գալիս է, որ մենք սկսենք երկրպագել մարդ հերոսներին, բայց պետք է երկրպագել միայն Աստծուն։ Նորից եմ ասում, պատիվ տալը եւ երկրպագությունը դրանք տարբեր բաներ են։ Հարգելը եւ երկրպագելը տարբեր բաներ են։ Իմիջիալոց Վարդավառը, որ աստղիկ չաստվածուհու երկրպագության օրն էր, այդ ժամանակ մի ահավոր տոն էր։ Ահավոր տոն, որը միշտ վերջանում էր եւ մարդասպանություններով եւ վերջանում էր պղծություններով։ Որովհետեւ երբ որ ջուրը ցավում էին այն ժամանակ ուզում եմ մի քիչ բաց ու ճիշտ ասել են ինչ-որ մեր հեթանոսական ժամանակներում եղել է։ Դա պղծության էր վերածվում, պոռնկության էր վերածվում այդ օրը։ Որովհետև երբ որ ջուրը ցանում էին, մարդիկ երկար դերաներ էին հագել եւ այդ շորը կապնում էր, սկսում էր ընդգծվել մարմինը մարդու, այնուհետև վերջը գնում էր վատ տեղ։ Ու այդ վատ տեղը երբ որ գնում էր, Էմեկի եղբայրը գալիս էր այդում քրոջը, ջրեց իր աղբեր։ Ու դանակահարություն, ու սենց, ունենց, այսինքն այդ կուռքը միշտ էլ իր զոհը տանում է։ Թե կռիվների տեսքով, թե պատերազմների տեսքով, Տրոյան էլ մի հատ կնոջ համար պատերազմ եղավ։ Չեմ ասում, չարժի կնոջ համար կռիվ տալ, խի չէ որ, բայել խի եսում համար պետք է կռիվ տամ։ Չէ, օրինակ եմ ես բերում, բայց արժի կնոջ պատիվը բայել, այո, բայց հասկացեք արմատային ինչ եմ ասում։ Ու մենք տեսնում ենք այդ կուռքը միշտ զոհ է տանում։ Այսօր միշտ նայեք Վարդավառին, Լորվա Տաուշի մարզը մի քիչ ուրիշ կերպ է, չէ, ավելի շատ տոնում։ Անտառներում քեֆ են անում, մենք էլ խմած վերևներից։ Ավտոշուռ եկավ, եսի մինչեր եղավ, մարդիկ մահացան։ Ինչ է քեֆ անելը պետք չի, պետք է։ Ինչ է եղել։ Ընտանիքի տոն պետք չի, պետք է։ Բայց ինչի այդ օրը, որը ծիսական մաս է,
Ինչի անպայման մի կռուշկա ջուրը պարտադիր, եթե այդ օրը չես ջրվել, ուրեմն մի քիչ անհաջողություն կգա։ Ինչի, որովհետև այդ կուրքը այդ օրը գլուխը բարձրացնում։ Եվ մենք պետք է ասենք ոչ այդ երևույթներին։ Ոչ այն երևույթներին, որը որ երկրպագության մաս է դարել։ Որը որ կանգնեցնում է ամեն մեկին ճշմարիտ երկրպագությունից։ Կամ էլ ես չեմ կարող պատկերացնել այն հավատացյալներին, որ հələ աղի բլիթ է ուտում։ Այդ ծարավ մարդու ով ասես քշերը ջուր կբերի։ Ծարավ քնի, բա դու գետ մտքով քնելու ես։ Երազնել ինչ ասում մտքի շատությունից է։ Բա այդ մտքով ծարավ մտքով քնում ես։ Բա ջուր բերելու են, բա ինչ են անելու։ Հələ բախտը բերի մի հոգի բերի, բա որ հերթով ջուր բերեն, քանի հոգիներ այդ վաղտ ինչ ալնելու։ Ասել ես էս ինչ է իմ ճակատագիրը, լսնեն այ քանի հոգի ջուր տվեց, հա։ Ծարավ մարդը կարա ավտոբուսով ջուր խմի, ավտոբուսով մարդ ում տենա ջուր տա։ Որտեվ իր միտքը մտքի կենտրոնացումը ջուր խմելու վրա է։ Եվ իր միտքը այտենց քնել է, իրան էլ միտքը գոնե մտքի մեջ իր այդ բանը պետք է լցվի, հագենա։ Մենք ինչքան ենք սիրում ամեն ինչը սարքել հոգևոր։ Ու ասեմ, երբ որ սարքում ենք հոգևոր, դուռը բացվում դևերի համար։ Որտեվ սարքեցինք մեր հավատք, սարքեցինք երկրպագություն, սարքեցինք ու այդ դևերը սկսեց ակտիվանալ։ Ու մարդը սկսում է իր ամուսնությունը կառուցել իր երազի տեսած ասպետի սպասումով։ Սպիտակ ձիու վրա պետք է գա։ Ու տենց էլ չկա այդ իր տեսած երազի մեջ։ Կամ էլ ուրիշի մարդուն է տեսե։ Ու ահավոր մարդը սկսի մտածել, որ չէ, ինձ սխալ ամուսնությունն է, մեմն է ճիշտ, երազի մեջ բա ոնց կգար, երազը հոչի խափում։ Բա ինչ անում։ Խափողը սատանան է, որ խափում է։ Կամ մի ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս, որ մեզ դարձրեց կուրքերից, որ ծառայենք կենդանի Աստծուն։ Մենք դարձանք կուրքերից, ամեն, որ ծառայենք Աստծուն։ Առաջի Թեսաղոնիկեցի առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Որովհետև իրենք հենց պատմում են մեր մասին, թե ինչպիսի մուտք ունեցանք ձեր մոտ։ Պողոսը գրում է Թեսաղոնիկեում եկեղեցուն նամակ եւ ասում է, որ պատմում է մեր գործերը մեր մասին, մեր մուտքի մասին։ Եվ նայեք ինչ է ասում։ Եվ ինչպես դուք դարձաք կուրքերից դեպի Աստված։ Կուրքերից մենք դարձանք դեպի ով։ Եվ մենք այլևս կուրքերի չենք երկրպագում, այլ Աստծուն, դարձանք կուրքերից դեպի Աստված, որ ինչ անենք, որ ծառայենք կենդանի եւ ճշմարիտ Աստծուն, ոչ թե սուտ աստվածներին։ Մենք կուրքերից դարձել ենք Աստծուն, ծառայելու կենդանի Աստծուն, ոչ թե մնալու նույն այդ ծեսերի մեջ, որը մի ժամանակ հեթանոսություն էր։ Կամ գուշակությունները։ Դյութություն դյութող, դա սուտ մարգարեներն են։ Կա չէ, որ տեսնում եմ, այս բաժակը վեկան, տեսնում եմ, սկսում եմ մարգարեանալ։ Կամ էլ ասում են, ես ինչ տեղը, մեկը բախտ է բացում, ես ինչ տեղը, մեկը մոմ է թափում, գուշակա, հավահարցուկ, գիտեք հավահարցուկը որն է։ Էդի գրված է երկրորդ Օրինաց 18-րդ գլխի մեջ, երբ որ ասում է, չլինի մեկը, որ ձեր տղային աղջկան չէ, կրակի վրով անցկացնի, եւ ասում է, որ ես ատում եմ, հա, չլինի ձեր մեջ գուշակ, դյութություն, դյութող, հավահարց, կախարդ, վհուկ, նշանագետ, մեռելահարցուկ։ Այսօր ինչքան տենց երևույթներ կա։ Նաստրադամուսն ասել է։ Մեկ էլ Facebook-յան էջի մեջ մեկ էլ վերնագիր ալնում։ Նաստրադամուսն ասել էր ու եղավ։ Հավատացյալը մեկ էլ կանգնում է։ Հələ տենամ ինչ էր ասել։ Ու սկսում է ինքը մտնել։ Ահա էլի։ Ինքը դյութություն դյութող է։ Էդի կեղծ մարգարե է։
Գուշակողը, սուրճ, կարդ գցել, ու նման երևույթները։ Հմայողը, այդ էքստրասենսներն են, հմայողները։ Գիպնոզնա։ Նույնպես դրա մեջ կարանք մտցնենք, այս հիմիկվա մոդա ինչ են ասում, կրիշտյան, ինչ էր, յոգան։ Դրանք սաղ դիվային են ժողովուրդ, ու դրանք դուռ են բացում դևերի համար։ Հավա հարցուկ, թրջունների միջոցով գուշակություններ։ Ով է թորիկ բանը տեսել։ Թորիկը չէ բանը։ Կտորմը երկինքը։ Այն որ արի բանը քաշի թորիկն է, չէ։ Այն որ թրջունը ասում է քեզ համար բախտը գուշակի, այն որ ծտին հանել է տալի, կարդա այս բանը։ Մենք տեսնում ենք այդ ազգային այն ժամանակներն եկած, հիմա տես բաներ չեմ տեսնում, բայց եղել է մեր ազգի մեջ, անգամ ֆիլմի մեջ է նկարվել այդ ամենը։ Թրջունը հանում է իր, հա, քեզ համար քո բախտը քաշեց։ Ինչ բախտ քաշեց, դա էլ քո ճակատագիրն է։ Կախարդը, որոնք իրականում հրաշքներ են անում, կարան անեն, բայց ոչ աստվածային, այլ դիվային։ Վհուկները, դրանք նույն գծի մեջ մարդիկ են, էլի, վհուկ, կախարդ։ Նշանագետ, դա էլ աստղագուշակությունն է։ Այս նշանները երկնքում սա են խոսում, այն նշանները սա են խոսում։ Տենա սովա լեզու բերան տվել այդ աստղերին խոսելու։ Ու այն էլ մարդկանց կյանքերի, որ Աստծո կերպարն ունեն ու մարդկանց կյանքերի մեջ ինչ-որ բան ասելու։ Մերելա հարցուկ, դա այն մերելների հետ խոսացողներն են։ Մեր ազգի մեջ չկա։ Տեսել եք գերեզմաններում, որ գնում սկսում են խոսալը։ Գնամ հələ մի քիչ տենամ ինչ եղավ։ Էթա մի քիչ խոսամ էլի։ Ու գնումա, թողեցիր գնացիր։ Հիշում եք մենք ենք մեր սարերի մեջ։ Այն շունն էլ սատկել ասմա, կերտվող չկար։ Կամ նկարի դեմը սկսում են խոսել։ Այո, մարդը կարա հիշողություն ունենա։ Մարդը կարա կարոտ ունենա, որովհետև մենք կապված ենք եղել։ Բայց դա չի նշանակում պետքա խոսել ու ասեմ շատ անգամներ, ես այնքան մարդկանց վկայություն ասում եմ, եկավ ասում եմ ինքը։ Լսել եք տենց դեպք, որ ասում եմ եկավ։ Բացի այդ, ասում եմ ես որ իր հետ խոսում եմ, ինքը ինձ պատասխանում է։ Ինքնա թենա։ Ինքը չի։ Այդ ամենը դուռ է բացում դևերի համար։ Ու հետո մարդկանց հոգեկանն է խանգարվում։ Որովհետև դուռը բացվել է արդեն, իրանք սկսել են երկրպագության մեջ այդ մաներով զբաղվել ու այդ ամենը դուռը բացել ու իրանք մոտ սկսում է արդեն դիվահարություն։ Ու իրականում մենք տեսնում ենք, մենք շատ հավատացյալ ազգ ենք։ Շատ։ Մերպես հավատացյալ ազգ չգիտեմ որտե կա։ Ուղղակի պետք է ուղղել դեպի Քրիստոսին։ Ուղղել դեպի Քրիստոսին։ Երբ որ մարդը ուղղվում է դեպի Քրիստոսին, նա պետք է հրաժարվի այս երևույթներից, ինչ որ ես նշեցի։ Որովհետև այդ ամենը դուռ են բացում դիվային աշխարհի համար։ Հիսուսն եկա, որ մեզ ազատի այդ դիվային կապանքներից։ Ամեն։ Մարկոսի ավետարան 6-րդ գլխի մեջ 33-րդ խոսքում դրանից վերև մենք տեսնում ենք, որ առաքյալները Հիսուսի մոտ ժողովում են եւ պատմեցին նրանց, թե ինչ են արել, ինչ են սովորեցրել եւ նա ասեց նրանց. դուք առանձին անապատ տեղ եկեք եւ մի քիչ հանգիստ առնենք, որտեւ եկող գնացողները շատ էին, հաց ուտելու եւ ժամանակ չունեին, ասում։ Ասում եկեք գնանք մի քիչ անապատ տեղ, գոնե մի քիչ հանգստանանք, այնքան մարդ էր գա, ծառայությունը այնքան շատ էր, որ ոչ կարող էին հանգստանան, ոչ էլ հաց ուտեն։ Եվ հետո նայեք ինչ ասում 33. Եվ ժողովուրդը տեսան նրանց, որ գնում էին, շատերը ճանաչեցին նրան, եւ ամեն քաղաքներից ոտով այնտեղ էին վազում։ Գնալ մի բան է, վազել այլ բան։
տարբեր քաղաքներից վազում էին այնտեղ, որտեղ որ Հիսուսն էր։ Վազում եւ նրանց առաջ եւ նրանից առաջ եկան եւ նրա մոտ հավաքվեցին։ Ամեն։ Ուրեմն ժողովուրդը տեսնում էր Հիսուսին ուրա գնում եւ վազում էր ժողովուրդը Հիսուսի մոտ։ Ինչի՞, որտեղ կարիք ուներ Հիսուսին։ Այսօր մեր ազգը կարիք ունի Հիսուսի, ոչ թե կուրքերի։ Իսկ դրա համար պետք է ինչ անել, քարոզել ավետարանը։ Հիսուսն ասես գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք։ Մենք մեր ազգը կարիք ունի կարիք ունի որ մենք քարոզենք ավետարանը։ Կարիք ունի, որովհետև մարդիկ իրականում կռապաշտության ու դևերի ազդեցության տակ են։ Դրա համար գնալ եւ ինչ անել։ Քարոզել ու աղոթել ու ազատագրել մարդկանց։ Որովհետև դա ավետարանի անբաժանելի մաս է։ Աղոթել հիվանդների համար եւ աղոթել դևերից բռնված մարդկանց համար։ Որովհետև ես նորից ասեցի, այն երևույթները, որ կա, դուռ է բացում դևերի համար։ Եվ այդ երևույթներից մարդկանց պետք է ազատագրել։ Եվ ինչ որ անում էին աշակերտները, աղոթում էին մարդկանց, յուղովոցում էին եւ դևերից հանում էին ու հիվանդներին բժշկում էին։ Մարկոսի ավետարանում կա, երբ որ մենք տեսնում ենք, ասում է յուղովոցում էին եւ հիվանդներին բժշկում էին Հիսուսի անունով։ Եվ հետո Հիսուսը հիշում եք, երբ որ երկու ուղարկել էր, ասեց ես ձեզ իշխանություն եմ տալիս, գնացեք։ Եթե ձեզ ընդունեն, մնացեք, եթե չէ կոշիկները թափ տվեք, դուրս եկեք։ Ու հետո տեսնում ենք, աղոթեք, իշխանություն ունեցողի պես խոսեք։ Եվ աշակերտները սկսեցին գործել, ուրախացած եկան։ Ասեցին քո անունով Հիսուս դևերը մեզ հնազանդվում էին։ Ասես ավելի շատ ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված է կյանքի գրքում։ Ես տեսնում եմ, թե ինչպես է, տեսնում եք, թե սատանան կայծակի պես վայր ընկնում երկնքից։ Այո, սատանան թշնամի է եւ նա պարտված թշնամի է։ Հիսուսը հաղթել է եւ ազատություն է բերել ժողովրդին։ Ամեն մի դիվային երևույթներից այդ ամենը Հիսուսի կողմից պարտված է։ Եվ մեզ պետք է հավատալ, մեզ պետք է վստահել եւ մեզ պետք է լինել մեր տեղում եւ գնալ ու իրականացնել այն առաջադրանքը, որ Տիրոջից ունենք։ Քարոզելու ավետարանը եւ ազատելու մարդկանց դիվային ներգործություններից։ Ամեն։ Ու ես ասեմ, շատ անգամ մարդիկ ազատագրվում են ոչ միայն ընկնել թպրտալով, այլ ուղղակի մի հատ հայտնություն ունենալով։ Մարդ կար ազատագրվի հպարտությունից, մարդ կար ազատագրվի տարբեր երևույթներից։ Օրինակի համար Աստվածաշունչ կարդալուց ինքը մի բան հայտնություն ստացավ ու ինչ որ մի բանից ազատագրվեց սխալ բնավորությունից։ Ճշմարտությունը ճանաչելով մարդ կար ազատ լինի եւ գա ազատագրում իր կյանքի մեջ։ Այո, մենք ժամանակ առ ժամանակ մեր կյանքի մեջ մենք հայտնաբերում ենք մեր սխալները, ճիշտ է։ Եվ դրանից ազատվում ենք։ Շատ անգամ ազատագրել բառը մարդիկ ուրիշ կերպ, այո լինում է եւ մարդը դիվական ազատագրումներ է լինում, որ մարդ դևով բռնված է եւ ընկնում է, ինչպես Քրիստոսի ծառայության մեջ ենք մենք տեսնում։ Այնպես էլ այս օրերի ու այս ժամանակների մեջ։ Ամեն։ Բայց մենք չենք տեսնում օրինակի համար, այն մարդը, որ դևով բռնված էր, Հիսուսը ազատեց, 3 օրը մեկ գալիս է նորից ազատագրվելու համար։ Մենք տես բան չենք տեսնում, ազատագրվեց։ Շաբաթը մեկ չենք ազատագրում այդ մարդուն։ Բռնված մարդիկ աշխարհում են։ Այո, մենք էլ ենք ազատագրում ունեցում, ես էլ եմ ասում, լինում է երևույթներ, այո, մարդ կարա հորանջելու տեսքով էլ ինչ-որ բանից ազատվի, ազդեցությունից ազատվի, տարբեր երևույթներով, տարբեր ձևերով, բայց ամեն կիրակի, ամեն շաբաթ, նույն մարդը, դա արդեն ազատագրում չի։ Այնպես որ գնացեք ամբողջ աշխարհով ավետարան քարոզեք ու մարդկանց ազատագրեք։ Ինչ որ անում էր Հիսուսը, ինչ որ անում էր աշակերտները։ Անկամ մենք տեսնում ենք մեր պատմության մեջ, երբ որ քրիստոնեությունը ընդունվեց, Տրթատ թագավորը պատմիչը գրում ասում մի դև խփեց նրան ու ձիուց գցեց եւ նա մարդկային կերպարն ընդունեց։ Խոզի կերպարանք առավ, միտքը նրանից գնաց։ Հետո մենք տեսնում ենք, որ Խոսրով դուվտը երազում ասում է, որ Գրիգորին փոսից հանեք նա պիտի գա։
Ու երբ որ Գրիգորն եկավ ու ավետարանով ինչ արեց։ Քարոզեց ընդ եւ ինչ արեց Տրթատին։ Ազատագրեց այդ դևից։ Ու թագավորը ապաշխարեց եւ ընդունեց քրիստոնեությունը, ընդունեց Քրիստոսին, որ քրիստոնեությունը։ Եվ գրված է, որ Գրիգորը գիշեր ցերեկ չէր դադարում, գյուղերով ու քաղաքներով գնալով ու ավետարանը քարոզելով եւ մարդկանց կուրքերից դեպի կենթանի Աստծուն դարձնելով։ Եվ Մայր Արաքս ինչի Մայր Արաքս կոչվեց, որտեղ ժողովուրդը գալիս էր Արաքս մկրտվելու եւ ազգը ընդունեց։ Արաքսը ազգին ընդունեց ու կոչվեց Մայր Արաքս, մկրտությամբ ընդունեց։ Ոչ թե երկու լվացվելով։ Արաքսի մեջ սկսեց մկրտություն տեղի ունենալ ազգի։ Ապաշխարություն ու արտություն սկսեց կատարվել։ Ինչպես։ Ավետարան քարոզելով, հիվանդների համար աղոթելով, դևեր քշելով, այո, այդպես է եղել քրիստոնեության մուտքը Հայաստան։ Եվ նույնն է քրիստոնեությունը։ Որտեղ նույնն է Քրիստոսը։ Երեք, այսօր եւ հավիտյան։ Դրա համար մեզ պետք է լինել քրիստոնեության արմատների մեջ, ոչ թե հեթանոսության։ Ամեն։ Դրա համար եկեք ավելի շատ նախանձավոր լինենք Սուրբ Հոգու պարգևներին։ Եթե մարդիկ ուզում են ապագան իմանալ, մարգարեացի, իմաստության խոսքը քո մեջ, իմաստության հոգին քո մեջ է։ Աղոթի մարդկանց համար, նախանձավոր եղի, դու ես այսօր մարդկանց համար խոսելու, ոչ թե դևերը։ Աստծո հոգին այսօր կարա ճիշտ բաները խոսի, ոչ թե ստի հայրը, որը սատանան է, խափի մարդկանց։ Բայց ճիշտ բան ասեց։ Դա ծածուղակ էր ու թակարդ էր մարդկանց համար։ Երբ որ գնում են գուշակի մոտ, սկզբից անցածն է ասում, կամ ներկան, որտեղ սատանան գիտի մարդու կյանքում ինչ է եղել ու ինչ կա, բայց նա չգիտի ինչ է լինելու։ Բայց սկզբից ասում անցածը կամ ներկան, գիտեք ինչի համար, որ մարդը վստահի, դուր բացի ու սկսի ակնկալել այն, ինչ որ հետո ասելու է։ Ու այն ծրագիրը երբ որ ընդունում է, սկսում է հավատալ, սпасել ու դա էլ թույլ է տալի, որ իրականանա։ Դևը սկսում է ակտիվանալ ու իրականացնել այն, ինչ որ արդեն ասել է, որտեղ դու մարդը արդեն սկսեց հավատալ։ Դրա համար մեզ պետք է սիրելի եկեղեցի ճանաչել կենթանի Աստծուն, ծառայել կենթանի Աստծուն, երկրպագել կենթանի Աստծուն եւ բերել մարդկանց կյանքի մեջ այն ազատությունը, որ Աստված տվել է մեզ, մենք էլ տանենք շատ ուրիշների կյանքի մեջ։ Հովհաննես 8:32 ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ամեն։ Ես էլ չեմ խոսում այդ անեծքներից։ Այո, անեծքը կարա գործի։ Կարա գործի այնքան ժամանակ, մինչև մարդը չի ընդունում Հիսուսին, որ գրված է անիծված լինի ամեն խաչից կախված է։ Որ տարավ ամեն մի անեծք խաչի վրա։ Քրիստոսով է կանգնում անեծքը եւ Քրիստոսով է գալիս օրհնությունը։ Եթե մինչև այդ ցեղիդ մեջ եղել է ինչ որ ես իմ քանի պորտ, ես իմ տատը իր կյանքում սենց եղել է, հետո տատուս տատի մոտել է եղել, տատուս մոտել է եղել, իր հետո մամայի մոտել է եղել, հիմա բապտի մոտել լինի, բա ոնց էլ այդ գիծենայի հերթով գալիս է։ Ոչ, քո մոտ պիտի չլինի։ Որտեվ քո մոտ ինչ որ մի բան կատարվեց, քո մոտ եկավ Հիսուսը։ Քրիստոսը տարավ քո կյանքից անեծքը եւ 1000 ազգ դու օրհնված կլինես։ Ինչպես խոսքն է ասում։ Մեր ազգի մեջ շաքարախտը ընդունված է։ Ընդունված չի, Հիսուսը դրա համար խաչվել է։ Մեր ազգի մեջ քաղցկեղներով են գնացել, ինֆարկտներով են գնացել։ Լսի, փոխվեց ամեն բան Քրիստոսով։ Որտեվ Քրիստոսն է կյանքը։ Ամեն։ Պետք չի վախենալ։ Պետք է ընդունել ճշմարտությունը եւ լինել ազատ։ Հավատալ ճշմարտությանը եւ լինել ազատ։